Իմ պաշտոնս է փուքս փչել։ Մաղի պատմությունը այնպես էր ոգևորել Գևորգ Չաուշին, որ կարծում էր, թե ես ամեն գործի ընդունակ եմ։ Մի օր կանչեց, թե մի շատ հեռու տեղ պիտի երթաս։ Որտե՞ղ, հարցրի ես։ Բերդաքաղաք, գուցե և ավելի հեռու։ Բերդաքաղաք նա Կարս քաղաքին էր ասում։ Ասաց, որ պետք է գնամ փամփուշտ բերելու։ Բացատրեց, թե այնտեղ հասնելիս որ փողոցի, որ անկյունում և ով պիտի դիմավորի ինձ։ Տվեց նաև մի քանի օգտակար խորհուրդներ ճանապարհի համար, որոնցից մեկը էշն ընկել է գլգլ պայմանական խոսքն էր, որ նշանակում էր, թե զգույշ, այստեղ Համիդիե կա։ Կարգադրության դեմ առարկել չէի կարող, սա արդեն տղամարդուն վայել գործ էր, և ես պարտավորվեցի մեկնել։ Ինձ հետ դրեց նաև Մշեցի Տիգրանին, այն երիտասարդ հայդուկին, որ առաջին օրը համարձակ տնտղել էր իմ մեջքը իմանալու, թե ես լավ մատաղացու եմ, թե ոչ, և հեռվից իմ հասակը չափելով, 3 արշին կտավ էր տվել ինձ պատանքի համար։ Տիգրանը դաշտեցի քաջ տղամարդ էր Վարդենիս գյուղից, հմուտ լեռնագնաց էր և շալակը ծանր բեռների վարժված, միաժամանակ լավ քրդախոս էր և ավելի քաջատեղյակ երկրի պատմությանը և սովորույթներին, քան ես։ Մի թերություն ուներ, երբեմն արագ բռնկվում էր, նետվելով վտանգավոր արկածների մեջ։ Տիգրանն ասում էր, որ իրենք Սասունից են տեղափոխվել դաշտ, և իր մեջ միահյուսված են Սասունցու աներկյուղ նկարագիրը և Մշեցու տաքարյուն բնավորությունը։ Մի բանից էր խստորեն դժգոհում. հոնքերը և այտերի կարմրությունը կանացիական էին, և նա իր թավ բեղերը հաճախ դեպի վեր ոլորելով աշխատում էր մեղմացնել այդ քնքշությունը։ Փոխեցինք մեր ֆիդայական հագուստը, հագանք հայ գեղչկական շորեր և ճամփա ելանք։ Ես առանց զենքի, իսկ Տիգրանը փորի վրա իր տասնոց ատրճանակը կապած։ Մենք ընտրեցինք մի դժվար ուղի, որ ոչ մի հայդուկ մինչև այդ անցած չկար։ Ոզմի, մոքսի և շատախի սարերով պիտի թափանցեինք բերկրի, այնտեղից բերդաքաղաք։ Այդ տաժանելի ճանապարհը թեթևացնելու և մասամբ էլ, երևի, ինձ իր գիտությամբ զարմացնելու համար Տիգրանը ասում էր, որ այդ ճանապարհով մոտ 3000 տարի առաջ Հելլեն զորավար Քսենոֆոնն է իր զորքը Բիթլիս քաղաքի լեռնանցքով իջեցրել Մշո դաշտ, հասնելով մինչև իրենց գյուղի սահմանները։ Մշեցի Տիգրանը կարճկանցի մի ծանոթ ուներ։ Նա մեզ զգուշացրեց, որ թեև այդ ուղղությունը նախընտրելի է, բայց զուրկ չէ վտանգներից։ Կարճկանցին կլայեկագործ էր և փուքս փչող, ու պղինձ մաքրող էր որոնում, որ իր հետ գնան այդ կողմերը ամաններ կլայեկելու։ Ես դարձա փուքս փչող, իսկ Մշեցի Տիգրանը համաձայնեց դառնալ պղինձ մաքրող։ Հետևյալ առավոտ ընկերս շալակեց պղինձը, կարճկանցին վերցրեց կլայեկը, հացի կապոցը, ես էլ փուքսահանը և բռնեցինք Ոզմի ճամփան։ Ոզմը հայկական մեծ գյուղ էր քարքարոտ մի բլուրի վրա, ձորի մեջ։ Շրջապատված էր բարվարի քրդերով։ Այդ ամբողջ գյուղը ծագել և ճյուղավորվել էր հին ու հերոսական մի տոհմից։ Սրանք իրենց գյուղը դրսից աղջիկ չէին բերում, որ իրենց տոհմական արյունը չխաթարվի։ Ոզմեցիք արհեստով թաղիքագործ էին։ Դեռևս 15-րդ դարից ոզմը եղել էր հայ ռազմիկների արծվաբույնը։ Սակայն բարվարի քրդերը կապալ էին դրել ոզմեցոց վրա։ Ոզմեցի քաջակորով Լաթոն իր հայրենակիցներին կազմակերպելով կռվի էր ելել քրդական իշխանավորների դեմ և ոզմը ազատագրել ճնշումից ու հարկերից։ Պարտված աղաները թուղթ էին ուղարկել ոզմեցի Լաթոյին, ոզմը ճանաչելով իբրև հայկական անկախ ազնվապետություն։ Կարճկանցին մեզ տարավ
ոզմեցի Լաթոյի տունը։ Սրանք ամբողջ ընտանիքով գզրար էին։ Տանուտեր Լաթոն և տան բոլոր տղամարդիկ հագած էին բրդոտ աբաներ առանց թևերի, լայն շալվարներ առանց գրպանների և մինչև ծնկները քաշած մազե գուլպաներ։ Թոնիրը երկրորդ հարկումն էր, կախովի։ Տակը անասունների գոմն էր։ Մեզ հյուրասիրեցին զավարի փլավով։ Ուտելու ժամանակ գզրար Լաթոն ասաց. «Կանդ, խոսք հաշի վրեն, պսպղուն չկա»։ Տանտիկինը պատասխանեց. «Դիք պսպղուն վանքի»։ Կարճկանցին ասաց, որ դա ոզմեցիների ծածկալեզուն է, նշանակում է կնիկ, փլավի վրա յուղ չկա, իսկ կինը թե էրիկ, յուղի սակավություն է։ Ոչ միայն յուղի սակավություն էր, այլև այդ գավառի մեջ անկողին գործածելու սովորություն չկար։ Բոլորը պառկում էին թոների շրթին, իրենց վրա քաշելով հաստ թաղիքներ։ Մենք էլ այդպես գիշերեցինք, մեզ վրա առնելով մեկական թաղիք, որ գզրար Լաթոն էր պատրաստել, հետը խառնելով նաև արջի բուրդ։ Գլխներիս տակ դրեցինք խոտով լցված գնդաձև բարձեր, այնքան կոշտ ու ծանր, որ դժվարությամբ էին շարժվում։ Աքլորականչին Տիգրանը պղնձե մեծ ամանի մեջ ավազ լցրեց, վրան փռեց մի թաթ շոր և բոբիկ ոտներով մեջը մտավ ու սկսեց եռանդով աշխատել։ Ես փուքսահանը գործի դնելով կրակը թեժացրի, կարճկանցի վարպետին հրավիրելով կլայեք զարկել։ Մինչև նա առաջին ամանը կավարտեր, մշեցին արդեն մտել էր չորրորդ պղնձի մեջ։ Շատ ոզմեցիք հավաքվեցին գզրար Լաթոյի տուն, և մենք մինչև կեսօր բոլորի պղինձները կլայեկեցինք։ Կարճկանցի վարպետն ասաց. «Էսօր ծերունին տուն չէ», որ իրենց ծածկալեզվով նշանակում էր. «Էսօր մեր գործը հաջող է»։ Եվ մենք այդ հաջողությամբ էլ ոզմից դուրս գալով բռնեցինք մոքսի կածանները։ Բույլ-բույլ երփներանգ ծաղիկներ ներկել էին քար ու քարափ։ Մի խումբ մոկած բանջարքաղ աղջիկներ, ոտքերը ժայռից կախած, հաց էին ուտում ճանապարհին, մեկը մյուսից գեղեցիկ և բոլորը կարմիր սոլերով։ Ախպեր ջան, ի՞նչ կլինի, մեր ոտքերը իրարից բաժանես, խառնվել են իրար, կլայեկագործին դիմելով, ասաց մի չարաճճի աղջիկ։ Կարմիր սոլեր ենք հագել, և մեր ոտքերը խառնվել են, օգնիր, որ մեր ոտքերը գտնենք, ավելացրեց մեկ ուրիշ չարաճճի։ Մենք երեք ենք, մեզանից որի՞ն եք ուզում, որ ձեր ոտքերը իրարից բաժանի։ Փուքս փչողը։ Ոչ, կլայեք զարկողը, պոռթկաց կողքի կարմրաթուշ ընկերուհին։ Պղինձ մաքրողը։ Այս ու այն կողմից բացականչեցին գեղշուկ աղջիկները, իրենց ոտքերը ավելի խճճելով իրար։ Կարճկանցին մոտեցավ և ձեռքի վարոցով թեթև հարվածեց նրանց սրունքներին։ Վայ ախպեր ջան, դու որ չլինեիր, մեր ոտքերը կխառնվեին իրար։ Հրհռացին մոկած հարցները, ոտքերը արագությամբ ժայռից փախցնելով։ Մոքսը ձորի մեջ էր, գետի ափին։ Անցանք մոքսը և Առնոսի լեռնանցքով շարժվեցինք դեպի շատախ։ Մոքսի և շատախի մարդիկ սասունցիների պես էին հագնված։ Կեսգիշերով հասանք ճնուկ և օթևանեցինք գյուղապետի տանը, որի ամաններին թիվ ու համրանք չկար։ Մոտ 100 տարեկան էր ռես Կարապետը և այնքան հարուստ, որ կարող էր միանգամից հյուրընկալել 100 ձիավոր։ 2 օրում հազիվ կարողացանք նրա բոլոր պղինձները կլայեկել։ Իմ փուքսահանը փչացավ, և ես ստիպված եղա բերանով փչել, գործի դնելով իմ այտերի ու թոքերի ամբողջ զորությունը։ Ռես Կարապետը շատ գոհ մնաց մեր ծառայությունից և մեզ թմբուկներով ճանապարհ դրեց դեպի հաջորդ բնակավայրը։ Բրդոտ աբաներ և շալե վարտիքներ հագած 3 թմբկահար
հաղթական գնում էին մեր առջևից, որոնց թմբուկների կաշին արջի մորթուց էր շինված և շատ ուժեղ ձայն էր արձակում։ Մեկի կաշին լրիվ մշակված չէր, և արջի պոչը վեր ու վար էր անում թմբուկի տակից։ Մեր առաջնորդը Ռեզ Կարապետի հարևանն էր, Գիլո անունով, որ ձեռքով մի քանի արջ ու գայլ էր խեղդել շատախի անտառում։ Արշավի ընթացքում Գիլոն հանկարծ դադարեցրեց թմբկահարությունը և մեզ ցույց տվեց Մեդենքար կոչվող մի քարայր, որտեղ ժամանակին պատսպարվել էր Խանասարի կռվի հերոս Սևքարեցի Սաքոն, շատախցի մի խումբ հայդուկների հետ։ ո՞վ էր Սաքոն, հարցրի ես։ Ռուսաց Հայաստանի Սևքար գյուղից էր։ Այդքան հեռվից մեր երկիրն էր եկել և ապրում էր քարայրում։ Սաքոն իր ազգի և աշխարհի բոլոր հալածվածների համար գլուխը դրած մի խենթ էր, դարդիման մի դերվիշ, որ կռվի դաշտում զենք էր բանեցնում, իսկ բանտի մեջ սազ։ Մեր կողմերում երգ կա նրա մասին. որտեղ տեսա Սևքարեցի, քո պատճառով շատ սիրեցի։ Իսկ մենք մի՞թե խենթ չենք, նկատեց Մշեցի Տիգրանը և ընչացքները կարմիր այտերին ոլորելով հրամայեց թմբուկները զարկել։ Գիլոն ուժգին թմբկահարությամբ մեզ հասցրեց թաղ, որ շատախի կենտրոնն էր։ Թաղում մնացինք 3 օր, շատ ամաններ կլայեկելով։ Ապա անցանք ծաղկավանք և հռչակավոր Փեսան դաշտով շարժվեցինք առաջ։ Այնքան լավ էինք աշխատել, որ մեր համբավը հասել էր լեռնական քրդերին։ Նրանք եկան և մեզ տարան իրենց սարերը։ Ես առաջվա պես եռանդով փուքս էի փչում։ Տիգրանը մաքրում էր պղինձները, իսկ կարճկանցի վարպետը կլայեք էր զարկում։ Մեր մասին իմացավ Մոկած գավառի մեծանուն իշխան Մուրթլա բեկը, որ Ոզմեցի Լաթոյի հետ աշխատում էր հիմնել քուրդ֊հայկական մի անկախ պետություն։ Բեկի խանումները հերթով բերում էին իրենց կաթի և մածնի ամանները, ամեն տեսակի ու չափսի, ու մենք բոլորին գոհ էինք ձգում։ Խանումներից մեկը Չարխի անունով նույնիսկ սիրահարվեց Մշեցի Տիգրանին։ Մյուս տարի դարձյալ եկեք, ասաց Շալխին բաժանվելիս։ Մեր գործը կլայեք զարկելն է, խանում, իհարկե կգանք, ասաց Տիգրանը։ Նա հառաչելով վերցրեց իր պղինձը, կարճկանցին իր կլայեկն ու հացի շալակը, իսկ ես փուքս փչելու գործիքը, և նորից ճանապարհ ընկանք։ Մի նեղ ձորի մեջ մեզ բռնեցին։ Ո՞ւր կերթաք, հարցրին։ Չեք տեսնում, որ կլայեք զարկող ենք և պղինձներ մաքրելու կերթանք, նեղացած խոսեց կարճկանցին։ Սա իմ փուքս փչողն է, իսկ սա իմ պղինձ մաքրողը։ Ռեզ Գենջոյի խանումն է մեզ կանչել։ Ո՞ր սարից եք եկել։ Մուրթլա բեկի։ Կարճկանցի վարպետի համարձակ խոսքը Համիդիե ձիավորների ուշադրությունը ցրեց։ Նրանք քառատրոփ հեռացան, ոչ մի կարևորություն մեզ չտալով։ Ճանապարհին ինքս ինձ մտածում էի. փուքս փչող էլ դարձա։ Մտքումս խնդում էի Մշեցի Տիգրանի վրա, որ պղնձամանը մեջքին կապած կռացած գնում էր կարճկանցի կլայեկագործի ետևից։ Ֆիդային ինչեր ասես պատրաստ չի կատարելու իր սեր նպատակի։ Ռեզ Գենջոյի խանումը մեզ շատ սիրալիր ընդունեց և մի շաբաթ պահեց իր օբայում։ Նա նույնիսկ սիրահարվեց, բայց կարճկանցի վարպետին։ Այսպես հաջող անցավ ամեն ինչ, թե չէ կարող էին մեզ բռնել և առաջնորդել Բաղեշի բանտը, այս անգամ անշուշտ 101 տարվա բերդարգելության սպառնալիքով կամ կախաղանի։ Առհասարակ ամեն արհեստ պիտանի է կյանքում, նույնիսկ փուքս փչելը։ Մենք Վան չմտանք։ Քաղաքը իր այգեստանով մնաց արևմուտքում։
Կարճկանցի կլայեկագործը մեզ հայոց ձորով ապահով հասցրեց առջակի տակ և վերադարձավ կարճկան, իր հետ տանելով պղինձը և փուքսահանը։ Փուքս փչելու փորձանքը։ Ես և Մշեցի Տիգրանը Ալյուր գյուղի մոտով շարժվեցինք դեպի Պստիկ գեղ։ Էս Տիգրանը մոտակայքում մի բրուտանոց տեսավ։ Եկ, մտնենք մի բղբղիկ առնենք ճանապարհի համար։ Ու սկսեց մի գլուխ գովել վանեցի բրուտներին, նրանց շինածամանները համարելով աշխարհում ամենալավը։ Բղբղիկ կամ պղջուր ասածդ ջրի փոքրիկ կուժ է, որ խմելու ժամանակ բղբղալով ձայներ է հանում։ Ես առարկեցի, ասելով, թե բրուտանոցում աման չեն վաճառում, դրա համար հարկավոր կլինի շուկա գնալ։ Քո ինչ գործն է, ես բղբղիկը հենց էս բրուտի արհեստանոցից կառնեմ, համառեց իմ ուղեկիցը։ Ինչպես եղավ, համաձայնեցի, որովհետև երկար ճանապարհ էինք անցնելու, և մեզ իսկապես կավե մի փոքրիկ ջրաման էր պետք։ Երանի չմտնեինք այդ բրուտանոցը։ Այդտեղ էր, որ փուքս փչելը փորձանք դարձավ իմ գլխին։ Տիգրանի տեսած բրուտանոցը կլոր տանիքով մի տնակ էր, խլուրդի բույն հիշեցնող։ Պատի տակ, ներսի կողմից, շարված էին ամեն չափսի ու ձևի կավե խեցիներ, խոշոր կարասներից սկսած մինչև ջնարակված ծափկիկը ու խլուջիկը։ Կային բոլորովին նոր թրծված շատ գեղեցիկ բղբղիկներ և կճուճներ, ոլորուն կանթերով, բոլորն էլ շինված շիկավուն կաղջինից։ Եվ կային փարչեր, տեսակ նախշերով զարդարված։ Բրուտը, որ կարճ ոտքերով և ծանր ականջներով մի տղամարդ էր, չգիտեմ ինչից ենթադրեց, թե մեզ թթվի կամ ղաուրմայի աման է հարկավոր, և պատի տակ շարված կարասներից մեկը գրկելով բերեց դրեց մեր առաջ։ Տիգրանը ինձ աչքով արեց, կամենալով հասկացնել, թե գործը գլուխ է գալիս առանց շուկա գնալու, որ այդ բրուտանոցից ոչ միայն ջրաման, այլև մի ամբողջ կարաս կարելի է առնել։ Էսօր միջի թթուն անմահականի, իսկ ղաուրման առավել, տարողությունն է մեկ երինջ և երկու ոչխարի դմակ։ Մեզ բղբղիկ է հարկավոր, քեռի, կարճ կապեց Մշեցի Տիգրանը։ Ինչ ասացիր։ Ձեռքով ձախ ականջի մազոտ բլթակը խոսակցի բերանին մոտեցնելով, հարցրեց ծերունին։ Ասում եմ, մեզ բղբղիկ է հարկավոր։ Բղի՞կ, էսա բղիկի, մեծ կարաս։ Տեսնելով, որ ծանր է լսում, մեր ձայնը բարձրացրինք։ Ոչ թե բղիկ, այլ բղբղիկ, ուղղեց Տիգրանը։ Մարդավարի խոսեք, բան հասկանանք, ձեր ուզածն ինչ է։ Մեր ուզածը կուժ է։ Ջրի կուժ։ Հա, ջուր խմելու փարչ, ավելացրի ես, համարյա գոռալով նրա ականջի մեջ։ Դե էդպես ասեք, մարդ Աստծո, էլ ուր եք գործը կարասներից բռնել։ Դուք կերևի ղավուրման ու թթուն կերել եք, հիմա էլ կուզեք վրան պաղ ջուր խմել։ Հասկացա։ Հեգնախառն վրա բերեց բրուտը և կարասը գրկելով տարավ դրեց տեղը ու մի փոքրիկ ջրաման առնելով ետ եկավ։ Էսա փարչ հարմարի։ Հարմար է, ասացի ես։ Իսկ և իսկ մեր ուզած բղբղիկն է։ Տիգրանն էլ հավանեց և ասաց, որ շատ հարմար է ճանապարհի համար։ Բայց մի պայմանով քո կուժը կառնենք, ավելացրի ես։ Ինչ պայման։ Զարմացավ բրուտը, աչքերը մանր կկոցելով, և այս անգամ մյուս ականջի բլթակը բարկացած դեմ անելով մեզ։ Որ կժի մեջ փչեմ, չպայթի, էն կուժը կառնեմ։ Քո քեֆն է, ասաց ծերունին։ Ես իմ շինածի տերն եմ։ Նա, ով գիտի, որ կխաբի,
խոստում ու գովեստ բեռով կթափի, իսկ վասպուրականցու ձեռքի գործը էն գլխից գովականի, ավելորդ գովեստի պետք չունի, որ պայթեց, չեմ առնի, զգուշացրի ես, վնասը քո հաշվին կգնա, համաձայն եմ, հարեց վանեցի արհեստավորը և կուժը համարձակ երկարեց ինձ, անունդ կարելի է իմանալ, հարցրի ես, անունս Ճուրոյի Նազարի, իսկ կարելի է իմանալ, թե դուք որ կողմից եք, Մշո կողմից, ես այդպես էլ գիտեի, ուրեմն մեր պայմանը անխախտ է, քեռի Նազար, ասացի ես, նորից կռանալով նրա ականջին, անխախտի, հաստատեց ծերունին, ես բղբղիկը շուռումուռ տվեցի, իսկապես շատ սիրուն խեցի էր, մոտեցրի բերանիս և ինքնաբերաբար փչեցի մեջը, կտորները ցրիվ եկան, իսկ կանթը մնաց ձեռքիս մեջ, Ճուրո Նազարը շատ զարմացավ պատահածի վրա և խայտառակությունը ծածկելու համար արագությամբ ինձ տվեց երկրորդ, անհամեմատ լավ թրծված կուժը, դարձյալ փչեցի ու դարձյալ կուժը պայթեց, դու փուքս փչող ես, հա, ասացի ես, փուքս փչող եմ, Ճուրո Նազարը տվեց ինձ երրորդ կուժը, երրորդն էլ պայթեց, չորրորդն էլ ես վերցրի, սա էլ չդիմացավ, տեսնելով, որ իր բրուտանոցում կուժ չի մնալու, Նազարը բարկացած առաջարկեց մեզ դուրս գալ իր արհեստանոցից, բայց Մշեցի Տիգրանը համառեց և ուզում էր անպայման մի փարչ վերցնել ճանապարհի համար, հարկավոր չի, շուտ դուրս եկեք իմ բրուտանոցից, գոռաց կավագործ վանեցին, հավանաբար վախենալով, որ գյուղացիները կիմանան և այլևս իր ամանեղենը գնորդ չի ունենա շուկայում, դուք եկել եք կուժ առնելու, թե իմ կճուճները կոտրելու, մենք ինչով ենք մեղավոր, որ քո ամանները ընտիր կավից չեն շինված, ասաց Տիգրանը և կռանալով ու հինգերորդ կուժը վերցնելով երկարեց ինձ, ցած դիր իմ կուժը, վասպուրականցի հայը առաջինն էր աշխարհում, որ կաղջին կավից խեցի շինեց և ձեզ պես վայրենիներին սովորեցրեց ամանով ջուր խմել և ոչ թե գլխարկով, ո՞վ է գլխարկով ջուր խմում, դուք, բոլոր մշեցիներդ էլ գլխարկով եք ջուր խմում, աչքովս եմ տեսել, Մշեցին, երբ կավից պուտուկ էր շինում, դուք դեռ տառեղ եփել չգիտեիք, տաքացավ Տիգրանը, Քսենոֆոնի զորքը առաջին քաղցրահամ գինիները Մշո կարասներից է խմել, մինչև հիմա էլ, երբ մարդիկ ուզում են կավից շինված մի ընտիր բան առնել, իջնում են Մշո դաշտ, Ավզուտ գյուղի անունը լսած կաս, չեմ լսել, չեմ էլ ուզի լսել, իմ աշխարհը վասպուրականնի, փառած օթևան, ու մեր պստիկ գեղը, ինչու ես նեղանում, մենք քեզ ասացինք, որը դիմացկուն է, էն էլ կվերցնենք, պայմանը խախտված չէ, բացատրեց Տիգրանը, մենք ճամփորդ մարդ ենք և մեզ ընտիր կավից շինված մի խեցի է հարկավոր, ճամփորդ մարդու կուժը պետք է շատ ամուր լինի, վրա բերեցի ես, ես ձեզ համար ծախու կուժ չունեմ, հեռացեք էստեղից, նորից զայրալից գոռաց Ճուրոյի Նազարը և կավե ամանը բարձրացրեց, որ շպրտի մեզ վրա, բրուտի գոռոցից, թեյին փչելու ձայնից, լուրը հասել էր պստիկ գեղ, թե երկու անծանոթ փահլևան, Մշո կողմից գալով, մտել են իրենց համագյուղացու բրուտանոցը և բոլոր կժերը փչելով, պայթեցրել, Տիգրան, ասացի ես, եկ շուտ մեր գլխի ճարը տեսնենք,
թե չէ մի բղբղիկի համար կարող են մեզ բռնել և մեր ամբողջ առաքելությունը կխափանվի։ Ու դուրս գալով բրուտանոցից, սկսեցինք արագ քայլել։ Ծերունի բրուտը դռանը կանգնած բարձրաձայն հայհոյում էր մեզ և անիծում մեր եկած ճամփան։ «Մի ես գլխարկով ջուր խմող կռոններին տեսեք. փոխարեն խելքին զոռ տալու, զոռ են տվել թոքերին։ Ափսոս չի, որ մեր ուրարտական ու օրհնյալ խեցին ձեր վայրենի շրթունքներին դիպչի»։ Մշեցի Տիգրանը չհամբերեց, ետ դարձավ, որ գնա ու լռեցնի մեզ անպատվող բրուտագործին։ Ճուռոյի Նազարը, Տիգրանի կատաղած դեմքը տեսնելով, վախից մտավ իր արհեստանոցը և դուռը ետևից պինդ փակեց։ Դռան ետևից դեռ շատ երկար էր լսվում նրա գոռգոռոցը։ Մեկ էլ էն տեսանք, որ մեզ հետապնդում են։ «Էշտ ընկել է գլգլ», ասացի ես ու մշեցի Տիգրանի թևից քաշելով հեռացանք։ Տարբեր որոնողներ։ Բերկրին իր առաջ մի մեծ կիրճ ունի։ Մենք վաղուց անցել էինք այդ կիրճը և ծաղկավետ մի դաշտով գնում էինք դեպի հյուսիս։ Դաշտի մեջ հավասար հեռավորությամբ մի քանի բլրաչափ ժայռեր կային, որոնք մեծ տվերներ էին արձակել մեր ճանապարհին։ Հարթության վերջում երևում էր մի ավելի մեծ բլուր, որի գագաթի մոտ իրար վրա սանդղաձև շարված էին 4 խոշոր ժայռեր։ Գևորգ Չաուշը ինձ ասել էր, որ եթե գարնանը, բաց դաշտում, որևէ կասկածելի մարդ պատահի և հետաքրքրվի, թե ինչ եմ անում այդ կողմերում, ես աջ ու ձախ նայելով պատասխանեմ, թե բրաբյոն ծաղիկ եմ որոնում։ Հարցնողը անկասկած կկարծի, թե ես գիժ եմ ու ինձանից ձեռք կքաշի։ Բրաբյոն ծաղկի մասին դեռ մանկությունից էի լսել։ Ողորմածիկ տատս պատմել էր, թե իր աղջիկ ժամանակ Կարմիր Իրիսու տանը Կուրթեր գյուղում ինքը տեսել է մի շատ հին ավետարան, որի մեջ գրված է. «Բինգյոլի լեռների մեջ կա մի գագաթ, որի այսինչ կողմից այսքան քայլ անելուց հետո 3 օր ծոմ պահող և աղոթող ու ոտաբոբիկ մոտեցող անձը կգտնի բրաբյոն ծաղիկը, որը տալիս է երջանիկ կյանք։ Գտնողը, եթե այդ ծաղիկը իր աչքերին քսի, անուշ ձայներ կլսի, եթե դիպցնի իր ոտքերին, արագաքայլ և աշխույժ կդառնա, բերանին մոտեցնի, ամենահամեղ բաները կճաշակի, իսկ եթե դրա թերթիկը դիպցնի իր քիմքին, ամեն զվարճություն կվայելի»։ Կյանքում ով չի երազել գտնել այդ ծաղիկը։ Մանկության օրերին տղաներով քանի անգամ հավաքվել էինք, որ գնանք Բինգյոլի կողմերը այդ հազվագյուտ ծաղիկը գտնելու։ Ու մեզանից առաջ քանիսն էին գնացել ճաշակելու նրա անմահությունը։ Տատս նույնիսկ պատմել էր, որ մշեցի 2 ծերունի իրենց ձեռնափայտերին հենված գնացել են Բինգյոլ, որ գտնեն այդ ծաղիկը և նրա թերթիկը իրենց քիմքերին դիպցնելով ամեն զվարճություն վայելեն։ Գնացել են ու այլևս չեն վերադարձել։ Շատերը այդ ծաղիկը որոնում էին ծծմակա քթի ժայռերի մեջ, ծիրն կատարի լանջերին, որոնում էին օրերով, ամիսներով, տարիներով, բայց չէին գտնում։ Այդ ծաղկի ետևից գնացողը համարվում էր խենթ, ցնորքով տարված մարդ, որովհետև այդպիսի ծաղիկ անկարելի է գտնել։ Այդպիսի ծաղիկ չկա աշխարհում։ Մշեցի Տիգրանը ետ մնաց։ Նա կարծում էր, թե մեզ իսկապես հետապնդում են և ուզում էր իմանալ, թե ովքեր են, իսկ ես հասնելով առաջին ժայռին, կանգ առա նրա ստվերում։ Մի տղամարդ, ձեռքին մի ձողափայտ և բրիչ, ժայռի ստվերին կռացած ինչ-որ բան էր չափում։ Ինձ տեսնելով բղավեց. «Հեռու, մի խանգարիր, ստվերը, ստվերը»։ «Ի՞նչ ստվեր»։
Այդ ժայռի ստվերը ինձ պետք է։ Գիժ է, մտածեցի ես։ Շուտ հեռացիր, չես տեսնում։ Առաջին ժայռը ստվեր է գցել երկրորդի վրա, երկրորդը երրորդի վրա, իսկ երրորդի ստվերը ընկել է չորրորդի անկյունակարին։ Այս ասելով, նա վազեց և ձողափայտը խրեց ուղիղ իմ ոտքերի մոտ, աչքը պահելով այդ ձողափայտի արձակած բարակ ստվերի և հեռվում երևացող սանդղաձև ժայռերի խորհրդավոր ստվերների դասավորությանը։ Ապա նա ձողաչափի ստվերի ծայրից ոտքով չափեց 8 քայլ և ձողը արագությամբ տեղափոխելով խրեց այնտեղ, պառկեց գետնին և նայեց հեռվում երևացող ժայռերին, վեր կացավ և աչքը դրեց ձողափայտին, նորից պառկեց և նորից նայեց, ուզում էր բոլոր ստվերները բերել մի ուղիղ գծի վրա, ըստ երևույթին ինչ-որ բան էր որոնում։ Ես հետաքրքրությունից գնացի և անզգուշորեն կանգնեցի ձողաչափի արձակած ստվերի դիմաց։ Քեզ հետ եմ, հեռացիր, զայրացած բղավեց և վեր կենալով վազեց իմ ետևից։ Ես արդեն հասել էի երկրորդ ժայռի տակ։ Շատ տարօրինակ և կասկածելի երևաց այդ մարդը ինձ իր ձողաչափով և իր բրիչով, և մանավանդ ինքնամոռացության հասնող եռանդով ու թափած ճիգերով։ Ինձ թվաց, թե նա մեզ է հետապնդում, և այդ բոլորը սատանայական մի խաղ է։ Ի՞նչ ես փնտրում, այ մարդ, հարցրեց բարկացած։ Բրաբյոն ծաղիկ, պատասխանեցի ես։ 3 օր ծոմ եմ պահել և աղոթելով հասել մինչև այստեղ, որ այդ ծաղիկը գտնեմ։ Ինչի համար։ Որ երջանիկ դառնամ։ Խեղճ ողորմելի, չլինի թե մշեցի ես։ Մշեցի եմ, ասացի ես։ Այդ ժամանակ երևաց Տիգրանը, խուրջին ուսին և տրեխները թիկունքից կախ։ Քո ընկերն էլ է մշեցի։ Մշեցի եմ, ինչ կա, ասաց Տիգրանը մոտենալով։ Երկուսդ էլ խենթ եք։ Մուշից ծոմ պահելով և աղոթելով հասել եք բերկրի և բրաբյոն ծաղիկը վասպուրականի հողի մեջ կփնտրեք։ Գնացեք, գնացեք բինգյոլ, էդ ծաղկի տեղը բինգյոլն է։ Փոքր ինչ լռելուց հետո ավելացրեց. Թե այդքան հեշտ լիներ բրաբյոն ծաղիկ գտնելը և մի ծաղկով երջանկանալը, ես ինչ գործ ունեի թափառելու ստվերների ետևից։ Իսկ դու ի՞նչ ես փնտրում, հարցրեց մշեցի Տիգրանը։ Գանձ։ Գանձ։ Այո, գանձ, գրեթե գոռալով պատասխանեց տարօրինակ մարդը, շեշտակի նայելով աչքերիս մեջ։ Վանեցի ես։ Վանեցի եմ և նմանապես Ալյուր գյուղից։ Վանեցին գանձ կփնտրի, իսկ մշեցին երազ, ցնորական ծաղիկ։ Տեսա՞ք, խոսքով ընկա ձեզ հետ և իմ ստվերը փախավ, ասաց նա ու ձողափայտը հանելով արագությամբ տեղափոխեց մի ուրիշ տեղ և մի աչքը կկոցելով ու մյուս աչքը նրա գագաթին դրած, վերստին ուշադրությամբ զննեց հեռվում երևացող 4 սանդղաձև ժայռերի և իր ձողափայտի ստվերների ուղղությունը, անկյունները հավասարեցնելով։ Ժայռերից մեկը բոլորակ անցք ուներ։ Ստուգեց նաև այդ քարանձքի միջով թափանցող ճառագայթի անկման աստիճանը գետնի վրա։ Հանկարծ խենթի պես ինչ-որ ծղրտոց արձակեց ու վազեց, հետո կանգնեց, շուռ եկավ ու նորից ուշադրությամբ նայեց դեպի բոլորակ անցքով ժայռը։ Վերադարձավ, ձողափայտը մի փոքր տեղափոխեց դեպի աջ, ոտքով չափեց ուղիղ 7 քայլ և հասնելով ձողափայտի բարակ ստվերի եզրագծին, վերջին քայլը կես կրնկաչափ թեքելով դեպի ձախ ու չոքելով, սկսեց բրիչով գետինը փորել։ Փորում էր եռանդով, առանց մեզ վրա ուշադրություն դարձնելու։ Փորում էր և հողը հանելով լցնում էր իր առջև։
Լսել էի, որ ալյուրցիները զվարճ ժողովուրդ են, ունեն ճկուն խելք և առատ գինի, որ առաքյալներից մեկը առաջին անգամ այդտեղ հասնելով և այդ վայրի գինին խմելով, բացականչել է. «Այլուր կերթանք, սրանից էլ լավ տեղ», և այդ օրվանից այդ գյուղի անունը մնացել է Այլուր, որն հետո աղավաղվելով դարձել է Ալուր կամ Ալյուր։ Այդ գյուղի բնակիչներից ոմանք խիստ հաշվենկատ էին, հետաքրքրվում էին, թե հին գրքերում ինչ կա գրված, և հետամուտ էին գործնական քայլերի։ Այդ մեկը դրանցից էր։ Մշեցի Տիգրանը, որ չէր մոռացել բրուտանոցի հետ կապված արկածը, բաժանվելուց առաջ մոտենալով նկատեց. «Բանեցի, եղբայր, դու երևի որոշել ես մեզ համար մի կուժ գտնել»։ Նա վախեցած մի հայացք նետեց մեզ վրա, կարծելով, թե եկել ենք իր գտնելիք գանձը հափշտակելու, և ամբողջ մարմնով փռվեց իր բացած փոսին, ծղրտալով. «Ձեր տեղը Բինգյոլն է, Բինգյոլը, բայց մինչև Բինգյոլ հասնելը մեզ ջրի կուժ է հարկավոր»։ «Էստեղ կուժ չկա, էստեղ գանձ է թաղված, գանձ, Վասպուրականի ամբողջ հողը գանձ է, այսքան տարի ապրեցի աշխարհում, մի խելոք մշեցու չհանդիպեցի», ասաց և առանց մարմնի դիրքը փոխելու շարունակեց տակից եռանդով փորել հողը։ Հանկարծ նրա դեմքը պայծառացավ, հավանորեն ձեռքը հասել էր արդեն խորքում թաղված գանձով լի կճուճին։ Մարմնով ցնցվեց, նորից վախեցած մի հայացք նետեց մեզ վրա և ամուր սեղմվեց իր փոսին։ «Ձեր տեղը Բինգյոլն է, Բինգյոլը, Բինգյոլի ջուրը անմահական է, բայց խիստ մարսողական, 1000 վայ Բինգյոլի ջուրը խմող հարուստներին», բացականչեց ստվերների օգնությամբ գանձ որոնող վանեցին և անսպասելի քրքջաց, աչքերը մեզ վրա խաղացնելով։ Մենք, որ սկզբում կարծում էինք, թե այդ մարդը մեզ հետապնդող կասկածելի անձ է, նրա աչքերի արտահայտությունից, ամայի դաշտում ժայռերի ստվերների ետևից վազելուց և տարօրինակ շարժումներից հաստատապես համոզվեցինք, որ նա տղամարդու տարազով ծպտված մի դև է։ Մշեցի Տիգրանը շտապ առաջարկեց նրա մարմնի մեջ մախատ կամ ասեղ խրել, նրանից չզարնվելու համար, բայց մեզ մոտ ոչ մախատ կար, ոչ ասեղ, ոչ էլ մենք ժամանակ ունեինք այդ սատանայական արհեստով զբաղվելու։ Որոշեցինք շարունակել մեր ճանապարհը, վասպուրականություն թողնելով պառկած իր փոսի վրա, ձեռքը փորի տակ։ Կապեցինք մեր տրեխները և ելանք։ Նրանից ազատվելու միակ միջոցը դա էր։ Թամբագործի արհեստանոցում Բերդաքաղաքի մասին ես շատ էի լսել։ Այդ անունը առնչված էր Քաջ Արաբոյի անվան հետ, որ քար էր ջարդել այդ քաղաքի մայր խճուղին շինելու համար։ Բերդաքաղաքը շինված էր սարահարթի վրա, շրջապատված բնական ամրություններով։ Քաղաքին իշխողը հսկայական Բերդն էր։ Բերդաքաղաքից եկողները մուշում պատմում էին, որ այդ Բերդի գլխին սատանաները խոշոր կարասների մեջ գիշեր ու ցերեկ կուպր են եփում։ Տները սև քարից էին, թիթեղյա կարմիր ու կանաչ տանիքներով։ Մեջտեղով անցնում էր Սինամ գետը։ Կամուրջներից հայտնի էին երկուսը՝ Քարե կամուրջը և Չուգունե կամուրջը։ Վերջինս տանում էր դեպի Սարիղամիշ։ Մենք անցանք Քարե կամուրջը և շարժվեցինք դեպի Լոռիս Մելիքովի փողոցը։ Այդտեղ, Բերդ տանող ճանապարհի վրա, կանգնած էր մի ռուս զինվորի բրոնզյա արձան։ Երկգլխանի արծիվը զայրացած ծվատում էր զինվորի ոտքի տակ տարածված կանաչ պաստառը կարմիր մահիկով։ Բրոնզյա այդ հուշարձանի մոտ մեզ դիմավորեց լոռեցի Սրափ անունով մի տղամարդ, գեորգիևյան խաչը կրծքին։ Սրափը Լոռվա Վարդաբլուր գյուղից էր։
1877-ին մասնակցել էր Ալաջայի բարձունքներում մղվող պատերազմին և Լոռիս Մելիքովի հաղթական զորքի հետ մտել բերդաքաղաք։ Սևահոն, բայց կապույտ աչքերով մի զինվորական էր։ Կռվից հետո հաստատվել էր բերդաքաղաքում և զբաղված էր հայդուկային խմբերին զենք մատակարարելու գործով։ 18 տարեկան էի, երբ Լոռիս Մելիքովի առջևից Մուխթար-փաշան փախավ։ Մեր թնդանոթների որոտը մինչև Լոռվա սարերն էր հասնում, ասաց լոռեցի Սրափը և մեզ քաղաքային այգու միջով առաջնորդեց դեպի մի փոքրիկ արհեստանոց։ Արհեստանոցի ցուցանակի նկարված էր փայտյա մի թամբ, ձիու գլուխ։ Թամբը կարմիր գույնի, ձիու գլուխը սև։ Այդտեղ նա մեզ ներկայացրեց երկու օտարական հայերի։ Երկրեն կուգան, ասաց լոռեցի Սրափը շշուկով, և ինքը արագ դուրս եկավ։ Հայերից մեկը էրզրումցի էր, իսկ մյուսը իգդիրցի։ Էրզրումցու անունը Արշակ էր, բայց քեռի էին ասում։ Քեռին արհեստավորի գոգնոցը կապած զբաղված էր մի հին թամբի նորոգությամբ։ Միջահասակից քիչ բարձր էր, շալվարը սապոգների մեջ դրած, փոքր ինչ ալեխառն բեղերով և աչքերը խաշ։ Լրակյաց էր, գլուխը կախ։ Քթի տակ ինչ-որ բան էր մտմտում։ Գործասեղանին, որի վրա նա կռացած աշխատում էր, անկարգորեն թափված էին փայտե և երկաթյա ասպանդակներ, տապճակներ, գամեր, պայտեր, իսկ մեջքի ետևը պատից կախված էին երասանակներ, սանձեր, համետներ, ձիու ու ավանակի 3 խրտվիլակ։ Իգդիրցու անունը Դրո էր, միջահասակ, թխադեմ, փոքրիկ բեղ ու մորուսով մի երիտասարդ էր Դրոն։ Սա անկյունում քաշված ծխում էր և տաքացած վիճում ֆրենչ հագած Ալեքսանդրապոլցի մի պատանի սպայի հետ, որի փայլուն սև մազերը ալիքներով դուրս էին ցցված սպայական գլխարկի տակից։ Որքան կարողացա հասկանալ, վեճը գնում էր արևմտյան և արևելյան Հայաստանի ազատագրության շուրջը։ Մեկ-երկու անգամ ականջիս հնչեցին Անդրանիկ և Գևորգ Չաուշ անունները։ Ալեքսանդրապոլցին նրան չէր առարկում։ Իշխողը Դրոն էր, ռուս բանակի ավագ սպան։ Արշակը լուռ էր, ամբողջապես կլանված իր գործով։ Նա գրեթե չէր լսում, թե ինչ է խոսում իգդիրցին։ Երբեմն մի խաղաղ ժպիտ էր ցոլանում նրա ծաղկատար դեմքին։ Հիշեցնում էր մեկին, որի նժույգը անհանգիստ դոփում է պատշգամբի տակ, և ինքը շտապում է թամբն ու ասպանդակները կարգի բերել, որ իսկույն ճանապարհ ընկնի։ Ո՞ւր։ Գուցե դեպի Կարին կամ դեպի Սասուն։ Քանի որ դու համամիտ ես ինձ գաղափարական տեսակետից, եկ խմենք ուրեմն ապագա ազատագրության կենացը, առաջարկեց Դրոն, դիմելով ֆրենչ հագած երիտասարդ սպային։ Թող Արշակն էլ այդ կենացին մասնակից դառնա։ Ապագա աշխատավորական Հայաստանը կոփվում է Սաստո լեռներում։ Ուստի ես առաջարկում եմ խմել նախ և առաջ Գևորգ Չաուշի ու նրա ֆիդայինների կենացը, որոնցից երկուսը այստեղ են, միջամտեց Արշակը և ձիու թամբը մի կողմ դնելով մեզ իր հետ առած առաջացավ դեպի խորքում նստածները։ Խմենք, գոչեց ռուս բանակի սպան, երիտասարդ Ալեքսանդրապոլցու հետ ոտքի կանգնելով։ Գավաթները լցվեցին։ Անդրանիկի և Գևորգ Չաուշի կենացը, թնդաց իգդիրցին գավաթը բարձրացնելով։ Խմենք այդ երկու տաք գլուխների և իրենց հայդուկների կենացը։ Մեծագույն տաք գլուխը դու ես, նկատեց Արշակը։ Հայդուկների կենացը խմելուց առաջ սովորիր նախ հայդուկի պատիվը պահել։ Իսկ ես հայդուկ չեմ, ինչ եմ։ Եվ ո՞վ է վերջապես այդ Շապին-Գարահիսարցին, տաքացավ Դրոն։ Գևորգ Չաուշի և մի քանի սասունցի իշխանների օգնությամբ
անտառում սպանել է մի ցեղապետի և կարծում է, թե հայրենիքը արդեն փրկված է։ Իսկ ես մենակս 20 տարեկան հասակում վրիժառու ձեռքիս մի հարվածով դժոխք ուղարկեցի ցարական նահանգապետին։ Պայթյուն և իշխանական կարգը Նագաշիձեի հետ երկինք բարձրացավ օրը ցերեկով, և այն էլ ոչ թե մի խուլ անտառի մեջ, այլ մարդաշատ քաղաքի կենտրոնում։ Այժմ ասացեք, ո՞վ է ավելի մեծ հայդուկ, ես, թե Գևորգ Չաուշը կամ Անդրանիկը։ Թեպետ արդյունքը գովելի է, բայց ազատագրական պայքարի այդ ճանապարհը երբեք քաջալերիչ չէ, նկատեց երիտասարդ Ալեքսանդրապոլցին։ Անդրանիկը նույնպես այդ ճանապարհին է կանգնած, բայց նրա վանքի կռիվը կազմակերպված պայքար էր, հիշեցրեց քեռին։ 30 հայդուկներ կռվել են 3000 զորքի դեմ, և նրանց ձեռքին եղել է ընդամենը 37 բերդանկի։ Այդ հարցը նորից գրգռեց Իգդիրցուն, և նա սկսեց երիտասարդ սպայի հետ ռուսերեն խոսել։ Քեռին դժգոհ մնաց այդ խոսակցությունից և գավաթը իջեցնելով սեղանին, շտապեց զբաղվել իր թամբով։ Այն առաքելությունը, հանուն ինչի մենք Բերդակի անտառից տաժանելի ճամփորդությամբ հասել էինք Բերդաքաղաք և ինչի համար ինքս պատասխանատու էի, ստիպում էր ինձ կշռադատ լինել, իսկ Մշեցի Տիգրանը, որ բարկությունից ընչացքներն էր ոլորում, չկարողացավ զսպել իրեն և ձեռքը աննկատելի տարավ դեպի աբայի տակ ծածկված տասնոցը։ Մանավանդ սաստիկ վիրավորվեց, երբ նրանք մեր ներկայությամբ սկսեցին մեզ համար անհասկանալի լեզվով խոսել։ Երևի դարձյալ հայհոյում էին Գևորգ Չաուշին և Անդրանիկին։ Իգդիրսին նկատեց Տիգրանի ձեռքի անզգույշ շարժումը և արագությամբ ատրճանակը պատյանից հանելով, բարձրացրեց վեր։ Գործը կարող էր մեծ բարդությամբ վերջանալ, եթե այդ միջոցին Լոռեցի սրապի առաջնորդությամբ ներս չմտնեին ցարական բանակի 5 հայազգի գնդապետ։ Սրերը գալիֆաների և ճտկավոր փայլուն կոշիկների վրայով մինչև կրունկները երկարող, և ռուսահայ մի քանի երիտասարդ սպաներ, հպարտ գլուխները սպիտակ կանթավոր սև գլխարկներով ծածկած։ Սպաներից մեկի անունը հիշում եմ. Սամարցով, Դոնի Ռոստովից։ Գնդապետներից 3 անուն ուժեղ տպավորվեց ականջիս մեջ. Թոմաս Բեկով, Սիլիկով, Բեկ Փիրումով։ Դրոն նրանց տեսնելով ատրճանակը իջեցրեց։ Մշեցի Տիգրանը իր տասնոցը, ես իմ աթոռը, իսկ քեռին իր թամբը։ Իմանալով, որ մենք Մշո կողմերից ենք գալիս, ռուսահայ գնդապետներն ու երիտասարդ սպաները գրկախառնվեցին մեզ հետ, և բոլորս միասին ոտքի կանգնած խմեցինք Հայաստանի ազատագրության կենացը։ Ինչ խանդավառ օր էր, ինչ հրաշալի վայրկյան։ Այդ ավագ և երիտասարդ զինվորականներին նայելով, ես նկատում էի, որ ռուսաց Հայաստանում էլ կա մի հերոսական սերունդ, և բոլորի խորհուրդը նույնն է՝ Հայաստանի ազատագրությունը։ Բերդից թնդանոթ արձակեցին։ Դրոն և Լոռեցի սրապը իրենց ծոցի խոշոր ժամացույցները հանելով, սլաքները ետ ու առաջ տարան։ Թամբագործ Արշակն էլ ժամացույց ուներ, նա էլ իր ժամը ճշտեց։ Իրենց ժամանակը ճշտեցին նաև Ալեքսանդրապոլցի երիտասարդ սպան և ցարական բանակի 5 գնդապետները։ Մեզ բացատրեցին, որ օրական 3 անգամ թնդանոթը համազարկ է տալիս, և Բերդաքաղաքի բնակիչները նրա հարվածների տակ ուղղում են իրենց ժամացույցները։ Վերջին թնդյունը լսվելու էր գիշերվա կեսին։ Այդ տեսակցությունից հետո Լոռեցի սրապը ինձ և Մշեցի Տիգրանին թամբագործի արհեստանոցից հանելով տարավ մի քարաշեն տուն, որ գտնվում էր Բերդաձորի Սլլան կոչվող քարի մոտ։ Գիշերը այդտեղ լուսացրինք, իսկ առավոտյան սրապն ասաց. «Մենք այս ձորով պետք է Ալեքսանդրապոլ գնանք»։
Եվ նա նույն օրը միջնաբերդի պղնձագույն ժայռերի տակով մեզ դուրս բերեց բերդաքաղաքից։ Ուխտ լեռան ստորոտում Ալեքսանդրապոլը շինված էր հարթության վրա, Արագած լեռան դիմաց։ 7 եկեղեցի ուներ և մի նշանավոր շուկա։ Տեղացիները այդ քաղաքին Գյումրի էին ասում։ Հենց առաջին օրը այստեղ մի այնպիսի փորձանք եկավ մեր գլխին, որ մեր բղբղի կառնելն էլ մոռացանք, մեր ջուր խմելն էլ, թամբագործ արշակի աղմկալի արհեստանոցն էլ հետը։ Քաղաքի հյուսիս-արևմտյան մասում մի մեծ բերդ կար, տակը Չերքեզ կոչվող մի ձոր։ Լոռեցի սրապը Պոդվալի Վաղո անունով մի գյումրեցու հետ գնաց այդ բերդի կողմերը փամփուշտ հայթայթելու, որ գիշերով ճանապարհ ընկնենք, իսկ ես և Մշեցի Տիգրանը սկսեցինք քաղաքում շրջել։ Ինչպես բերդաքաղաքում, այստեղ նույնպես շատ հայազգի զինվորականներ կային, որոնց սրերի կոթերը երկարում էին մինչև կրունկները, զնգալով փայլուն խթանների վրա։ Ոգևորվեց Մշեցի Տիգրանը և տաստոցը գոտու տակից հանելով կապեց կողքին և սկսեց հպարտորեն ման գալ փողոցներով, երևակայելով, թե գտնվում է ազատագրված Հայաստանում։ Մենք նախ եղանք քաղաքի զբոսայգում, ուր շատ գյումրեցիներ վեր ու վար էին անում ծառուղիներով։ Բոլորի ուշադրությունը մեզ վրա էր, մանավանդ Տիգրանի սև աբայի տակից երկարող Մաուզերի փայտյա կոթին։ Մի տեղ հաց կերանք, կարծեմ Ալեքսանդրովսկի փողոցն էր, 7 վերքի մոտ, և դուրս գալով շարունակեցինք մեր պտույտը։ Սուրբ Փրկիչի մոտով իջանք մինչև Դարբինների թաղը և ետ դարձանք։ Բերդաքաղաքից հետո մենք առաջին անգամ էինք տեսնում այդպիսի բարեշեն քաղաք։ Իջավ իրիկուն, և ամեն տեղ վառվեցին լապտերներ, սյուների վրա, տների ճակատներին, խանութների ներսում։ Մեր ապրած երկրում այդպիսի լույսեր չկային։ Գեղեցիկ էին մանավանդ խանութների ցուցափեղկերի գույնզգույն լույսերը։ Մի ցուցափեղկի առաջ կանգ առանք։ Ներսի կողմից դրված էին շաքարի խոշոր գնդեր։ Սուլթանի երկրում շաքար էլ չկար։ Երբ մենք հետաքրքրությունից կռացած դիտում էինք շաքարի կապույտ գնդերը, գյումրեցիներից մեկը ետևից մոտենալով ձեռքով կշռեց Տիգրանի Մաուզերի կոթը և ասաց. «Աշես էսօր կրակողը հետն է»։ Տիգրանն արագ ետ դարձավ և Մաուզերը կողքից քաշելով թրըխկ օդում կրակեց։ Ապա հանգիստ փչեց փողի մեջ և զենքը տեղը դնելով շարունակեց նայել դեպի խանութի ներսը։ «Վայ, գոչեց հարբած գյումրեցին, վախից անզգայացած փռվելով մայթին։ «Հըբը իշուձակ, տեսար, որ կրակողը հետն է», ասաց մի ուրիշ գյումրեցի, որ ետևից էր գալիս և նկատել էր, թե ինչպես իր հայրենակիցը ձեռքով ծանր ու թեթև էր արել օտարականի Մաուզերի կոթը։ Մեզ կարող էին տուգանել փողոցում կրակելու համար, եթե չլինեին Լոռեցի սրապը և Պոդվալի Վաղոն, որոնք ժամանակին դեպքի վայրը հասնելով և մեզ կառք նստեցնելով, փախցրին դեպի Կազաչի պոստ կոչվող զորանոցների կողմը։ Այդ շրջակայքում բանջարանոցներ կային։ Մեկի մեջ կազմ ու պատրաստ մեզ էր սպասում ուստա Գրիգոր անունով մի երիտասարդ գյումրեցի, 3 բեռնված ավանակներով։ Չգիտեմ, թե կառապանը ինչ խոսեց ուստա Գրիգորի հետ, միայն էն լսեցի, որ ուստա Գրիգորը բարձրաձայն ասաց. «Դու գործիդ աշե, օղուլ, ես սատանեքին նալել եմ, իր ձագերուն ման կուգամ»։ Իմ Մշեցի լինելը շատ իրավունք չէր տալիս ինձ Տիգրանին մեղադրելու իր կրակոցի համար։ Հայդուկը միշտ զգույշ է։ Բայց օտար տերության քաղաքում անկարգություն էր արվել, հարկավոր էր շտապել։ Մեր բեռ ու բարձով ելանք ճանապարհի վրա։ Հանկարծ խուլ դղրդոցի հետ մեր կողքին ուժեղ թշշոց լսվեց, և մեր ավանակները կորան սպիտակ գոլորշու ամպերի մեջ։ «Բուղ է, մեր երկիր, պառավոզները բղով կշարժվեն»,
զգուշացրեց պոդվալի վաղոն, նայելով դեմից անցնող գնացքի ետևից։ Ծո ինչ կսես, օղուլ, էդպես օրեղներ, ձիթողցենց բաղնիստերը վաղուց Ամերիկա էին հասել, ասաց ուստա Գրիգորը, գրաստերին փախցնելով գոլոր շուտակից։ Պոդվալ Վաղոն և ուստա Գրիգորը իջան դեպի բանջարանոցները, իսկ մենք ավանակներին առած Լոռեցի սրապի հետ ուղղություն վերցրինք դեպի կողբ։ Կողբում շատ աղ կար։ Մեր բեռները ծածկեցինք աղի բյուրեղներով և իգդիրի միջով շարժվեցինք դեպի օրգով։ Մասիսի լանջին երևաց Սուրբ Հակոբի աղբյուրը։ Հենց որ Տիգրանը իմացավ, որ մենք Մասիսի տակով ենք անցնում, նրա ծռությունը նորից բռնեց։ Առաջարկեց բարձրանալ Մասիսի գագաթը։ Այսպես էր դատում. մեկ էլ, ով գիտե, կյանքում առիթ կլինի, որ մենք Մասիսի լանջերով անցնենք, այդքան մոտ գտնվելով նրա գագաթին։ Չէ՞ որ Մասիսը հայոց բարձրավանդակի ամենաբարձր լեռն է, և նրա վրա կանգնողը կանգնած կլինի Հայաստանի բոլոր սարերի գլխին։ Եվ Տիգրանը սկսեց համոզել Լոռեցի սրապին, որ մի քանի ժամով ավանակներին հսկի, մինչև մենք կվերադառնանք։ Եղանակը աշնանային էր և խիստ նպաստավոր վերելքի համար։ Ես էլ հմուտ լեռնագնաց էի, և այդ առաջարկը իմ սրտին շատ մոտ էր, սակայն անմտություն էր այդ վիճակում մտածել Մասիս բարձրանալու մասին։ Եվ արդյոք բարձրանալիս մշեցի Տիգրանի կամ ինձ հետ մի նոր փորձանք չէր պատահի, բոլորովին անհաջողության մատնելով մեր վերադարձը։ Հիշեցրի, որ մենք ուխտյալներ ենք, հատուկ առաքելությամբ դեպի Կարս եկած և կյանքով պատասխանատու մեզ վստահված գործի համար։ Տիգրան, ասացի ես, եկ ձեռք քաշիր Մասիս բարձրանալու մտքից։ Մեր առաջնորդը ավելացրեց, որ Մասիսը այնպիսի սար չի, որ էշը կապես ստորոտը, ելնես գագաթը և իսկույն իջնես։ Այդ լեռան քամին սաստիկ զորավոր է։ Նույնիսկ ամռանը նրա վրա ահեղ փոթորիկներ են լինում, կայծակներ են ճայթում օդի մեջ։ Հիշատակեց մի քանի տեղացի և օտարազգի ուղևորների, որոնք հատուկ գավազաններով ու հարմարանքներով զինված խանդավառությամբ մագլցել էին դեպի այդ լեռան գագաթը և անհետ կործանվել նրա սառույցների ու փոթորիկների սահմանին հասնելով։ Ես և Լոռեցի սրապը հազիվ կարողացանք համոզել Տիգրանին այդ վտանգավոր վերելքից հրաժարվելու։ Երդվեցինք, սակայն, որ երբ Հայաստանը ազատագրվի և մենք ողջ լինենք, երեքով գտնվենք այն քաջամարտիկների շարքում, որոնք Հայաստանի ազատագրության դրոշը պիտի հաստատեն այդ լեռան գագաթին։ Նույնիսկ եթե մեզանից թեկուզ մեկը մնա կենդանի, նա պարտավոր է ի կատար ածել մեր երեքի ուխտը, առաջարկեց Տիգրանը։ Տվեք ձեր ձեռքերը, գոչեց Լոռեցի սրապը, առաջինն իր ձեռքը պարզելով։ Մեր բազուկները միացան, և մենք լռությամբ ծունկի իջանք մեծ լեռան առաջ։ Հասել էինք մի կետի, որտեղից պարզ երևում էին այն կեռմանները, որով մենք անցել էինք Ալյուր գյուղից դեպի Կարս գնալիս։ Վտանգավոր էր նույն ճանապարհով վերադառնալ։ Լոռեցի սրապը մեծ խորհուրդ տվեց գնալ Խոյ-Սալմաստ ճանապարհով։ Նա մեզ հետ եկավ մինչև փոքր Մասիսի ստորոտը, Մակու քաղաքի մոտ։ Մակուն նստած էր մի անդնդախոր նեղ ձորի մեջ։ Քաղաքի երկու կողմից հսկայական ժայռեր էին բարձրանում և կամարաձև կռանալով ձգտում էին միանալ։ Տեսեք, մարդ են գլորում այդ ժայռից, մատնացույց արեց Լոռեցի սրապը։ Եվ իսկապես, հեռվից տեսանք, թե ինչպես մի կալանավորված մարդու վար գլորեցին կամարաձև ժայռից։ Երևի ֆիդայի կլինի, կամ ներքին հանցագործ։ Այս երկրում այդպես են պատժում օրինազանցներին։ Սարդարի հրամանով հանցապարտին հանում են ժայռի գագաթը, ձեռքերը ոտքերը կապում են
և գլորում անդունդ։ Այն գեղեցիկ քյոշկն էլ, որ երևում է դիմացի լեռնաշղթայի գագաթին, Սարդարի ամառանոցն է, մատնացույց արեց մեր առաջնորդը։ Սարդարը մեզ էլ գլորել կտար այդ ժայռից, եթե իր երկրում ծնված լինեինք, նկատեց Մշեցի Տիգրանը։ Անպայման կգլորեին և առաջին հերթին քեզ, որտեղ էլ բռնվես, քո տեղը անդունդն է, ասացի ես։ Մանավանդ, որ դու երեկ հրացան պարպեցիր Գյումրի քաղաքում, իսկ այսօր էլ մասիս բարձրանալով ուզում էիր վտանգել մեր ամբողջ գործը։ Երեքով ետ նայեցինք։ Մասիսը մեջքով կանգնած էր մեր հայացքի առաջ։ Քանի Մասիս կա, հայի երազանքին վախճան չկա։ Այստեղ լոռեցի սրապը վերջին անգամ հաց կերավ մեզ հետ, ստուգեց մեր բեռները և պատրաստվեց վերադառնալ բերդաքաղաք։ Բաժանվելիս ասաց. Դուք սուլթանի թախտը ծակեք, ինչքան փամփուշտ հարկավոր լինի, կտանք, եթե հարկ եղավ, մենք էլ կգանք։ Լսվեց մի հեռավոր խուլ որոտ։ Կարսեցիները իրենց ժամացույցներն էին ուղղում վերնաբերդից թնդանոթի արձակած զարկով։ Մենք բռնեցինք Թադեի վանքի ճանապարհը։